Երիտասարդական տեսանյութերով Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի լրագրի հերթական թողարկումն է եթերում բարի երեկո։ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում հաճախ են կազմակերպվում դասընթացներ, որոնց ընթացքում իրենց մասնագիտական գիտելիքները բուհի ուսանողներին եւ դասախոսներին ներկայացնում են հանրապետության այլ բուհերում աշխատող գիտնականները։ Հերթական դասախոսությունը ֆիզիկա առարկայից էր, մանրամասները ներկայացնում է Վաղարշակ Գրիգորյանը։ Հայաստանի տարբեր համալսարանների միջև համագործակցության ծրագրերը շարունակական բնույթ են կրում եւ դարաշրջանակներում մարտի 18-ից Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզմատ ամբիոնում Երևանից հրավիրված Հայաստանի Հանրապետության Գիտության ազգային ակադեմիայի ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանի կողմից անցկացվեցին մի շարք դասախոսություններ ֆիզիկա առարկայից, որի նպատակն է ներկաներին հասանելի դարձնել ֆիզիկայի նոր ձեռքբերումներին եւ կրթական համակարգում կատարված փոփոխություններին։ Տանուր եւ տեսական ֆիզիկայի ամբիոնը ձեռնամուխ է եղել մի շարք միջոցառումների ուրեմն կազմակերպմանը եւ իրականացմանը, մասնապես տարբեր տեսակի հանդիպումներ ֆիզիկայի տարածաշրջանի ֆիզիկայի ուսուցիչների հետ, որի նպատակն է ուրեմն ընդհանուր այսպես ծանոթություն ֆիզիկա առարկայի ուսուցման հիմնախնդիրների եւ նրանց լուծման մեթոդների վերաբերյալ Դասախոսություններին մասնակցում էին ինչպես ուսանողներ, այնպես էլ որոշ ավագ դպրոցի ֆիզիկայի մասնագետներ, որոնց համար սա ևս մեկ հնարավորություն էր լրացնել իրենց պրակտիկ գիտելիքները։ Իհարկե նման դասախոսությունները մեծ ազդեցություն կունենան եւ մեր դասավանդման որակի վրա, որտեղ քննարկվեցին ոչ ստանդարտ խնդիրներ, դրանց լուծումը բնականաբար մենք դպրոցական դասընթացի ժամանակ չենք կատարում, չենք իրականացնում, մեծամասամբ ստանդարտ խնդիրներ ենք լուծում, մեր գիտելիքների պաշարն է ավելացնում։ Իմ պատկերացումները այս ոլորտում հետևյալն են. ունես լավ ուսուցիչ, ուրեմն կունենաս լավ կրթություն, ոչ միայն հանրակրթություն, այլ նաև բարձրագույն։ Չունես լավ ուսուցիչներ, ուրեմն ամբողջ կրթական գործը կտապալվի։ Իսկ ինչ է նշանակում ունենալ լավ ուսուցիչ։ Լավ ուսուցիչ նախ նշանակում է ուսուցիչը կատարյալ տիրապետի դպրոցական ծրագրի շրջանակներում ամբողջ ֆիզիկայի, տվյալ դեպքում ֆիզիկայի դասընթացը։ Լավ ուսուցիչ նշանակում է, որ նա պետք է տիրապետի նաև ուսուցման մեթոդիկայի ժամանակակից մեթոդներին։ Նմանատիպ հանդիպումների շարունակականությունը մասնակիցների կողմից շատ կարևորվեց, իսկ կազմակերպիչներն էլ խոստացան, որ դրանք տևական բնույթ են կրելու։ Վաղարշակ Գրիգորյան, Վահե Ադամյան, ԿՊՄ-ի լրագիր։ Ինֆորմատիկա առարկան որպես մարդու առօրյայի եւ գործունեության անբաժանելի բաղադրիչի բանալի, ինչպես է այն ուսուցանվում Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում, ինչ հագեցվածություն ունեն համակարգչային լսարաններն ու որոնք են բուհի լուծում պահանջող խնդիրներն այս ոլորտում, ներկայացնում է Լիդա Այվազյանը։ Համակարգիչ։ Այս գյուտը անցած տարի վերջին տասնամյակում հեղափոխեց էլեկտրոնիկայի աշխարհը եւ տարեստարի զարգանալով շարունակում են նոր հորիզոններ բացահայտել տեխնիկայի ոլորտում։ Այսօր դժվար է պատկերացնել մի բնագավառ, որտեղ համակարգիչներն անպիտան կլինեն։ Անմասն չի մնում նաև միջնակարգ եւ բարձրագույն կրթության ոլորտը։ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում բոլոր առաջին կուրսերի ուսանողները հնարավորություն ունեն ուսումնասիրելու ինֆորմատիկա առարկան, տիրապետելու համակարգչային գործարկող համակարգին եւ հիմնական ծրագրերին։ Դասերն անց են կացվում ինստիտուտի համակարգչային լսարաններում, որոնց հիմնական մասն ապահովված է ժամանակակից տեխնիկայով եւ համապատասխան սարքավորումներով։ Ինստիտուտի համակարգչային լսարանները նորմալ հագեցվածություն ուսումնական process-ի կազմակերպման համար ունեն համապատասխան բոլոր ռեսուրսները ժամանակակից ուսումնական պլանով անհրաժեշտ ծրագրերի ուսուցման համար, թե գործնական աշխատանքների կատարման, թե տեսական գիտելիքների ստացման համար։ Մասնագետների պակաս կարծես թե դերևս զգացվում է եւ չի զգացվում, այսինքն կապված մեր պահանջարկից։ Այսօր, քանի որ մենք արդեն անցել ենք շուկայական տնտեսության, արդեն շուկան է պարտադրում մեզ, թե ինչ պահանջարկով, ինչ կրթության, ինչ որակի անձնավորություն ուսանող է պետք, իրենց ինչ որակի մասնագետ է պետք։ Դասընթացներից զատ բոլոր ուսանողները կարող են ազատորեն օգտվել համակարգչային լսարաններից եւ համացանցից, սակայն քչերն են օգտագործում իրենց տրված այս հնարավորությունը։ Պատճառը թերևս ուսանողների անտեղյակ լինելն է։ Չգիտեի, ժամանակ չունենալու պատճառով հիմնականում չենք էլ արծեվում, սակայն ժամանակ ունենալու դեպքում փորձենք անպայման օգտվել։ Վերջերս եմ տեղեկացել, դա շատ լավ է, ողջունելի է, քանի որ ուսումնական process-ի ընթացքում միշտ էլ պետք են գալիս նյութեր, որոնք անհրաժեշտ է մեզ համացանցից։ Չնայած որ համակարգչային լսարաններն ապահովված են գերհզոր համակարգիչներով, համացանցին միացման խնդիրն այլևս նոր լուծում է պահանջում։
դեռ ներկա դրությամբ ոչ բոլոր լսարաններն են, որ համացանցով ապահովված են, բայց ներկա դրությամբ խնդիր է դրված ամբողջ ցանցը վերաձևափոխելու, որ ձևափոխված ցանցի դեպքում արդեն համացանցի թույլտվությունը կլինի թե լսարաններում, թե ուսանողների համար։ Անցած տարի Մանկավարժական ինստիտուտի ընթերցասրահը ևս համալրվեց 45 նոր ժամանակակից համակարգիչներով, բայց լսարանը դեռևս շահագործման չի հանձնվել։ Առաջիկայում կավարտվեն ծրագրային ապահովման և էլեկտրոնային դասախոսությունների ներբեռնման աշխատանքները։ Ընթերցասրահ այցելողները կկարողանան օգտվել նաև ինտերնետային գրականությունից։ Լիդա Այվազյան, Վահե Ադամյան, ԿՊՄ-ի լրագիր։ Բարձր քննական գնահատական ստանալու համար կարևոր է ոչ այնքան գիտելիքը, որքան հաջողության գործոնը։ Այս սկզբունքով պայմանավորված ուսանողները քննասենյակ մտնելուց առաջ և հետո չեն մոռանում զնահավատության դրսևորումների մասին, թալիսմաններից մինչև բարձի տակ դրվող գրքեր և հին հագուստ։ Թեմային անդրադարձել է Անուշ Հարությունյանը։ Билет номер 9. Վերցնել հաջողակ տոմս, խուսափել վատ սովորած հարցերից, ստանալ առավելագույն միավորը։ Թերևս այսպիսի նկատառումներն են ստիպում ուսանողներին ոչ միայն պատրաստվել քննություններին և ստուգարկներին լավ սովորելով, այլև որոշակի հնարքներ օգտագործելով։ Քննության նախորդ գիշերը քնելիս գրքերը բաց վիճակում չթողնելը, կոշիկի մեջ մետաղադրամ դնելը, նոր հագուստով քննությանը չգնալը այն բազմաթիվ հնարքներից են, որոնց դիմում են ուսանողները։ Հաճախ ականատես եմ դինում ընկերների շրջանում ուսանողական զնահավատություններին, բայց հիմնականում տարածված, որոնք գրեթե բոլորի մոտ են լինում, օրինակ քննությունից դուրս գալուց ստացած ուսանողը ձեռքը դնում է մյուսի գլխին։ Որոշ մարդիկ հագնում են նույն շորը ամեն քննության, եթե մի քննության ստանում են ցածր գնահատական, հաջորդ քննության այդ շորը չեն հագնում։ Որքան էլ ուսանողը քննությանը լավ պատրաստված մտնի լսարան, միևնույն է, պատահականության գործոնը միշտ էլ կա։ Թերևս սրանով կարելի է բացատրել տոմսը վերցնելուց առաջ ձեռքերին մի փոքր քաղցր քսելը, հաջողակ տոմս քաշելու ակնկալիքով։ Երրորդ կուրսի ուսանողուհի Լիլիա Ավետիսյանը համոզված է, որ քննության պարագայում անօգուտ է նաև հույսը երկնային ուժերի աջակցության հետ կապելը։ Նախքան ինստիտուտ մտնելը գնում են եկեղեցի, ասենք, կամ նախքան քննասենյակ մտնելը աղոթում են կամ չգիտեմ ինչ, բայց նույնիսկ այս պարագայում ինչ-որ Աստված էլ կապ չունի։ Այս հարցում աչքի են ընկնում հատկապես ռուսները, որոնց մոտ քննությունների հետ կապված բազմազան սովորույթները հաճախ կրում են ծիսակատարության բնույթ։ Օրինակ, քննությունից առաջ ռուս ուսանողը պատուհանից թափահարում է ստուգարկային գրքույկը եւ մի քանի անգամ բացականչում «Խալյավա լավիս», ապա փակում գրքույկը եւ բացում միայն լսարանում։ Ռուս ուսանողը աչքաթող չի անի քննելուց առաջ ոտքերի տակ շոկոլադ դնելը եւս, որպեսզի գիշերվա ընթացքում ուսանողին լքած գիտելիքներն առավոտյան վերադառնան նրա մոտ, երբ վերջինս արթնանալուն պես ուտի շոկոլադը։ Հաճախ առաջին հայացքից տարօրինակ թվացող ուսանողական սովորույթներն ունենում են իրական եւ համոզիչ հիմնավորում։ Չի կարելի քննության թեմաները կարդալիս ուտել, որովհետեւ հնարավոր է գիտելիքը սննդի հետ ուտվի։ Մինչդեռ բժիշկները զգուշացնում են, որ ուտելուն զուգահեռ կարդալը խաթարում է մարսողության բնականոն ընթացքը։ Շատերը լսել են, որ քննության գնալուց առաջ չի կարելի կտրել կամ լվանալ մազերը, քանի որ ենթադրվում է, այդպիսով գիտելիքն այսպես ասած կթափվի գլխից։ Մեր ուսանողներն այսպես բացատրեցին այդ սովորույթի իրական միտումները։ Ուսանողներ կան, որոնք ասում են, թե եթե մազերս չսանրեմ գնամ քննության, միգուցե դասախոսը խղճա հասկանա, որ լավ եմ պատրաստվել, ամբողջ գիշեր կարդացել եմ ու կնշանակի։ Հոգեբան Աշոտ Հակոբյանը խորհուրդ է տալիս չտարվել թալիսմաններ ու հաջողակ գրիչներ ունենալով, ինչը կարող է հանգեցնել տհաճ հետևանքների։ Ամբողջ նպատակամղվածությունը եւ մոտիվացիան կարող է խափանվել, եթե հանկարծ մի ինչ-որ պատահականության բերումով գուցե ընդունենք հնարավոր չլինի դա անել կամ ենթադրենք այդ խորհրդանիշը ինքը կորցնի։ Իրատես ուսանողները եւս ունեն իրենց վերաբերմունքը քննությանը որոշակի հագուստով կամ արտաքին տեսքով ներկայանալու վերաբերյալ։ Այս դեպքում սնահավատությունն իր տեղը զիջում է տրամաբանությանը։ Վերջերս հեռուստատեսությամբ լսեցի, որ չի կարելի քննության մտնել սև հագուստներով, որովհետև սև գույնը իրենից ունի բացասական աուրա, ու դա էլ կարող է տարածվել նույնիսկ ասենք դասախոսի վրա ու գցել նույնիսկ դասախոսի տրամադրությունը։ Գերիշխող համոզմունքը մեկն է, քննությունը հանձնելու միակ տարբերակը լավ սովորելն է, ինչի շնորհիվ ուսանողը չի վախենա քննության գնալիս ճանապարհին սև կատու հանդիպել, չի մտածի, որ ոտքով մտնել լսարան կամ ինչ հագնել։ Անուշ Հարությունյան, Արտյոմ Ադամյան, ԿՊՄ-ի լրագիր։ Մարտի 23-ին Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանը ներկայացրեց բուհի տարեկան հաշվետվությունը, խոսելով նախորդ տարվա ձեռքբերումների, նոր կազմավորված բաժինների և սպասվելիք փոփոխությունների մասին, մատնանշելով բուհի զարգացման հետագա ուղիները։ 2011-2012 ուսումնական տարում
արկա ուսման բոլոր կրթական ծրագրերով ավարտող շրջանավարտներին տրվել է համաեվրոպական ձևաչափի դիպլոմ երկլեզու հայերեն եւ անգլերեն հավելվածով։ Վերանայվել եւ բարելավվել են արկա ուսման բակալավրիատի 36 կրթական ծրագրերի ուսումնական պլաններ։ 12-13 ուսուցիչ տարվանից հետագա ուսումը կազմակերպվել է կրթային համակարգով, կազմվել եւ հաստատվել է բակալավրի հետագա ուսման 28 կրթական ծրագրերի ուսումնական պլանները։ Մանկավարժական բուհի համագործակցության շրջանակներում աշխատանքներ են իրականացվել մասնագիտական կրթական ծրագրերի չափորոշիչների, բնութագրիչների ու մասնագետների մշակման եւ ներդրման, պրակտիկայի կազմակերպման ու իրականացման ուղղություններով։ Բուհը առանձնագի ուշադրություն է դարձրել իր ռազմավարական ծրագրերի հիմնախնդիրներին։ 2011-12 տարում բուհը համագործակցության պայմանագրեր է կնքել Շիրակի մարզի եւ Գյումրի քաղաքի 12 ավագ դպրոցների հետ։ Համագործակցության շրջանակներում ավագ դպրոցի մեծ թվով աշակերտների համար քիմիա, կենսաբանություն, ֆիզիկա, առարկաների լաբորատոր պարամունքները անցկացվել են մեր բուհի համապատասխան լաբորատորիաներում։ Մեր մանկավարժական ինստիտուտը ժամանակի պահանջներին համապատասխան ոգով կազմակերպում եւ ղեկավարում է այդ աշխատանքները, ընթացք աշխատանքի։ Հաջող է ամեն ինչ։ Եվ դա մի տեսակ ներքին հբարդություն է առաջացնում մեր կոլեկտիվ անդամներից յուրաքանչյուրին։ Ուղղակի չկամ պետք է լինել, ոչ չտեսնել բարեփոխումները վերջին տարիներին, առավել եւս հաշվետու ժամանակաշրջանում եւ բուհի կահավորված լսարանների էլեկտրոնային ընթերցարանի, որտեղ ես անձամբ եմ եղել, ուսանողների ակտիվությունը բնականորեն այս առիթով ավելի է մեծացել, սա էլ կատարված աշխատանքի երևի ճիշտ քննադատանն է։ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորի տարեկան հաշվետվության ամբողջական տեսագրությունը կարող եք դիտել Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի առաջին ստուդիայի բլոկում։ Առանձնացնել Գյումրի քաղաքի առաջնային խնդիրները երիտասարդների աչքերով եւ ձեռնամուխ լինել դրանց լուծմանը երիտասարդների օգնությամբ։ Այս նպատակով մարտի 20-ին հանդիպում էր կազմակերպվել Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ուսանողների եւ Գյումրու քաղաքապետարանի նորաբաց արտաքին կապերի բաժնի առաջատար մասնագետների հետ։ Հանդիպման մասնակիցների կարծիքով փոխադարձ ծանոթությունը լուրջ հիմք է հուզող հարցերին պատասխաններ ու խնդիրներին լուծումներ գտնելու համար։ Նրանք մեր ապագան են, դրա համար մենք համագործակցում ենք մեր երիտասարդների հետ, որ այդ հարցերը լուծենք։ Ես համոզված եմ, որ մենք բոլորս սրտացավ ենք մեր քաղաքի համար ու նստած ներկա բոլոր անձինք հաստատ կփորձեն ինչ-որ բան ձեռնարկել, որպեսզի ամեն ինչ փոխվի։ Հիշեցնենք, որ մեր թողարկումները նաև YouTube-ում են, իսկ բլոգում կարող եք թողնել ձեր մեկնաբանությունները, կարծիքներն ու առաջարկները։ Գրեք մեզ, եթե ունեք հետաքրքիր գաղափար եւ փնտրում եք ասպարեզ այն իրականացնելու համար։ Մենք պատրաստ ենք համագործակցել եւ օգնել կյանքի կոչել ձեր ծրագրերը։ Հասցեն ամփոփող egpmi-studio@blogspot.com։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը, հետաքրքիր տեսանյութերով մեզ եթերում սպասեք, նաև հաջորդ կիրակից տեսություն։